մենք խոսեցինք մգրդության, տրոշմի և ապաշխարության խորհուրդների մասին և այսօր կցանկանայի խոսել հաղորդության խորհրդի մասին։ Նախ ինչ է նշանակում հաղորդություն։ Հաղորդություն նշանակում է հաղորդվել, հաղորդագից դառնալ, մասնագից դառնալ, մաս և բաժին ունենալ, հաղորդություն ստանալ, այդ իմաստով ենք օգտագործում և հաղորդությունը հենց այդ է, անշուշտ պետք է սա մեկնաբանել, մանրել, հասկանալի և ըմբռնելի դառնալու համար։ Հաղորդությունը այն խորհուրդն է, որ Քրիստոս ինքը հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ զատկական ընթրիքի հաց և գինին վերցրեց, աշխեց իր առաքյալներին և ասեց, սա է իմ մարմինը և սա է իմ արյունը։ Եվ պատկամ տվեց ամեն անգամ հավաքվելիս այդ հիշադակը կատարել մինչև իր երկրորդ կալուստը։ Եվ իր մյուս խոսքերի հիման վրա, որ ով որ մաս չունենա իմ մարմնից և արյունից, այսինքն չուտի իմ մարմինը և չմպի իմ արյունը, հավիտենական կյանք չի ունենա, և այդ իր մարմինը և արյունը ուրեմն պատկերեց, կերպավորեց հացի և գինու միջոցով, հետևաբար քրիստոնյաների ամենահիմնական խորհուրդը, որով երևում է քրիստոնյայի քրիստոնեական նկարագիրը, հատկանիշը քրիստոնյայի եկեղեցուն պատկանելությունը հաղորդության խորհուրդն է։ Երբ որ հաղորդության հացի և գինու բաժակի շուրջ հավաքված հավատացյալները կատարում են Տիրոջ պատվերը, հաղորդագից են դառնում այդ մարմնին և արյանը, հենց հաղորդություն բառը հենց այստեղ է, հաղորդագից են դառնում և ընդունում են այն, որպես հարուցյալ Քրիստոսի, հարուցյալ Փրկչի մարմին և արյուն, ժառանգագից դառնալու համար նրա հարությանը։ Եվ ուրեմն սա ամենահիմնական, ամենաողնաշարային խորհուրդն է քրիստոնյա եկեղեցու, և չկա մի եկեղեցի քրիստոնյա, որ այս հաղորդության խորհրդի շուրջ չկազմակերպվի և չկանոնավորի իր կյանքը, նամանավանդ ուղղափառ առաքելական եկեղեցիների մոտ այս հաղորդության խորհուրդը շատ հիմնական իրականություն է, շատ հիմնական իրողություն է, այնպես որ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա պարտավորությունը զգա մասնագիծ դառնալու այս սուրբ հաղորդության խորհրդին։ Եվ սուրբ հաղորդության խորհուրդը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատարագի արարողությունը։ Պատարագի արարողության ժամանակ է, որ տեղի է ունենում սուրբ հաղորդությունը, անշուշտ նաև ուրիշ բացառիկ պարագաներում առանց սուրբ պատարագի նաև սրբագործված հացը և գինին, մարմինը և արյունը Քրիստոսի տրվում են, ասենք, մահվան մոտ կանգնած հիվանդներին կամ եւ այլն, այդպիսի բացառիկ պարագաներում նույնպես սուրբ հաղորդության խորհուրդը կատարվում է եկեղեցուց դուրս, բայց սուրբ հաղորդության խորհուրդը հիմնականում կատարվում է եկեղեցում պատարագի արարողության ժամանակ, երբ քահանան զգեստավորված պատարագիչ քահանան պատարագի խորհրդի ժամանակ սրբագործում է որպես նշանակը Քրիստոսի սրբագործում է հացը և գինին, դրանք փոխակերպում է խորհրդանշական և իրական կերպով, ճշմարտացի կերպով Քրիստոսի մարմնին և արյան և բաշխում է հավատացյալներին, որպեսզի նրանք մաս և բաժին ունենան, հաղորդություն ունենան Քրիստոսի մարմնի և արյան հետ։ Այսինքն, ինչպես կարելի է հասկանալ Քրիստոսի մարմինը և այժունը, որ Քրիստոս ասեց, սակայն այստեղ հացը և գինին վերածվում է որպես Քրիստոսի մարմին և այժուն, այս բանը ինչպես կարելի է հասկանալ։ Սա գիտեք ի սկզբանե տեսեք ավետարաններ երբ որ կարդում ենք, երբ Քրիստոս ասեց, որ պետք է ուտեք իմ մարմինը և ըմբեք իմ արյունը, հրեաները գայթակղվեցին, ասելով թե ինչպես կարող է նա իր մարմինը տալ մեզ ուտելու և արյունը տալ ըմպելու, գայթակղվեցին, որովհետև չհասկացան այդ խորհրդի իրական իմաստը։ Այստեղ խորհուրդը Աստուծո զոհաբերությունն է, Քրիստոսի զոհաբերությունն է, իր մարմինը և արյունը ժողովրդի փրկության, մարդկության փրկության համար տալն է, բայց բնականաբար ինչպես Սուրբ Հովան Ոսկեբերանն է ասում, քանի որ մարդիկ չէին կարող տանել ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես չէին կարող տանել ուրեմն միս և արյուն հասկացողությունը ընդունել որպես այդպիսին, ապա դա կերպավորեց մեր Տերը, կերպավորեց հացի և գինու տեսքով։
Եվ մենք հավատում ենք եւ եկեղեցին հավատում է, որ Սուրբ Պատարագի խորհրդի ժամանակ հացը եւ գինին փոխակերպվում են մսի եւ արյան, այսինքն մարմնի եւ արյան, ոչ թե համային տեսակետով, ոչ թե համը փոխելով կամ համային հատկանիշները փոխելով, այլ պահելով ուրեմն իր երկրորդական հատկանիշները, բայց փոխվում է սուբստանցիան, փոխվում է էությունը, այսինքն փոխակերպությունը լիակադար կերպով կատարվում է։ Սա լիովին հասկանալի եւ ըմբռնելի չէ տրամաբանության տեսակետից եւ պետք է չէ փորձել ըմբռնել տրամաբանությամբ, այլ սա հավատքի միջոցով է ըմբռնվում։ Այսինքն Տերը այդպես կամեցավ, Տերը այդպես ցանկացավ եւ Տերը մեզ այդպես պատվիրեց։ Հետևաբար մենք չէ որ պետք է որոշենք, մտածենք, տեսնենք թե ինչպես է եւ ինչպես կարող է այդ ամենը իրականանալ, այլ հավատքի զորությամբ, հավատքի ուժով ըմբռնելով այն, որ Տերը մեզ պատվիրեց եւ թելադրեց այդպես անել, հավատալ, հավաքվել հացի եւ գինու շուրջ եւ հավատալ, որ այդ հացի եւ գինին աղոթքի եւ Սուրբ Հոգու էջքի միջոցով փոխակերպվում է մարմնին եւ արյան, եւ դա ընդունելով ժառանգագից դառնալ Քրիստոսի հարության։ Ուրեմն այստեղ հիմնականը էականը հավատքն է, հավատքով ընկալումն է, ոչ թե քիմքի ընկալումն է, այլ հավատքով պետք է ընդունել Սուրբ հաղորդությունը, այդ հացը եւ գինին, որպես Քրիստոսի ճշմարիտ մարմին եւ արյուն։ Ի սկզբանե ասում եմ, ի սկզբանե քրիստոնեական եկեղեցու այս խորհուրդը շատերի համար կայտագություն է եղել եւ նախ եւ առաջ պետք է նաեւ ասել, որ առաջին քրիստոնյաներին ուղղված հիմնական մեղադրանքներից մեկը նաեւ այն էր, որ քրիստոնյաները կանիբալիզմով են զբաղված, մարտակերությամբ են զբաղված։ Այսինքն որովհետեւ հեթանոսները չէին հասկանում Սուրբ հաղորդության խորհրդի իրական արժեքի, իրական նշանակությունը, իրական արարողությունը, լսել էին ինչ որ ձևով, որ խոսք է գնում ինչ որ մարմնի եւ արյան մասին եւ կարծում էին, որ քրիստոնյաները ուրեմն զբաղված են զանազան այսպիսի դրսևորումներով, որը բնականաբար այդպես չի եղել եւ այդպես չէ։ Այլ այն է հիմնական իրականությունը, որ Քրիստոս զոհաբերվեց։ Քրիստոս որպես գառն Աստուծո զոհաբերվեց մեզ համար, իր մարմինը եւ արյունը տվեց մեզ, իր արյունը թափեց խաչի վրա եւ մենք հաղորդակից դառնալու համար այդ զոհաբերությանը պետք է հաղորդվենք այն հացին եւ գինուն, որը մեր Տերը մեզ տվեց որպես խորհրդանիշ իր մարմնի եւ արյան։ Սա հավատքով ընկալելի երևույթ է, հավատքով ընկալելի խորհուրդ է, ինչպես բոլոր խորհուրդները, եւ ուրեմն մեզանից յուրաքանչյուրը, երբ որ Սուրբ հաղորդության է մոտենում է այդ իմաստով եւ այդ զգացումով, որ Տերը այդպես կամեցավ, Տերը այդպես ուզեց, եւ մենք էլ կատարում ենք այն, ինչ որ Տերը մեզ պատվիրեց, եւ օրհնում ենք իր անունը։ Շնորհակալություն Սրբազաններ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես մեկ անգամ եւս հիշեցնեմ ուղիղ գործող հեռախոսակապի հեռախոսահամարները 22247 եւ 30543։ Եվ մենք ունենք հեռախոսազանգ, ալո։ Ալո։ Այո։ Ալո, լսում եք ինձ։ Այո։ Ոսրես բավական։ Ես ունեմ երկու հարց։ Առաջի հարցը մեր Սուրբ Հակոբ եկեղեցու զանգերի բացակայության մասին է։ Ես լսել եմ, որ ինչ որ Ռուսաստան տարբեր Մոսկվայից դիպերվեր եւ ինչի համար ինչի մի չի եկել, թեպետ հարգելի պատճառ միգուցե կա, ես դառնում կասկած չունեմ, երբ կլինի պատրաստ մենք զանգերը լսելու։ Եվ երկրորդ հարցը ուզում եմ ուղղել, չգիտեմ ինչքանով է ճիշտ է, ինչքանով սխալ։ Մեր քրիստոնեություն պետական է։ Մեր բանակում ծառայում են եկեղեցի հոգևորական սպասավորներում կամ ճեմարանավարողներից։ Ուզում եմ ես ասել, թե ինչու մեր հայկական երդման մեջ չկա հոգևորական ինչ-որ բառեր կամ տողեր, որևիցե մեր երդման, ասենք պրիսակ ասած բառը, որը մեր զինվորների մոտ ընդունված է, այդ դրա մեջ չկա հոգևորական բառեր։ Ինչի համար չկա։ Եթե մեր զինվորականները բոլորն հայ քրիստոնյաների ցանկալի կերել ինչ-որ տեղ հնարավորին չափ եղնել որևիցե բառեր հոգևորական ինչ-որ բառերով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս։ Ուրեմն առաջին հարցի վերաբերյալ Սուրբ Հակոբի զանգերի վերաբերյալ, բնականաբար Սուրբ Հակոբի զանգերի հարցը պետք է լուծվի ժամանակի ընթացքում։ Ցավոք Հայաստանում զանգեր չեն պատրաստում։ Զանգ պատրաստելու մշակույթը հայերի մոտ կորած է եւ վերստին չի գտնված։ Փորձեր արվեցին անցած 10 տարիների ընթացքում զանգեր ձուլել, բայց բոլորն էլ անհաջող եւ այսինքն այն հնչողությունը չունի եւ այն որակը չունի, ինչ որ անհրաժեշտ է։ Միշտեր ռուսները պահել են այդ զանգ
պատրաստելու մշակույթը եւ հետեւաբար ցանկացած չափի եւ ցանկացած հնչողության զանգ կարողանում են պատրաստել հիմնականում Որոնեժ քաղաքում։ Բնականաբար, երբ որ մեր հնարավորությունները ներեն, եթե անշուշտ Մայրաթորը ուղղակի չօգնի եւ չոժանդակի այս հարցում մեզ, երբ որ մեր հնարավորությունները ներեն, խոսքը ֆինանսական հնարավորությունների մասին է, ուրեմն այդ զանգերը կպատվիրվեն, բնականաբար ամեն մի զանգակատան համար առնվազն մեկ զանգ անհրաժեշտ է։ Դա նշանակում է, որ նվազագույնը մեզ 4 զանգ է պետք։ Իսկ զանգերի գինը տադանվում է 200-ից մինչև $1000-3000։ Հետևաբար այդ հնարավորությունները այս պահին մենք չենք կարող ունենալ, թեմը նկատի ունեմ, թեմը չի կարող ունենալ, որովհետեւ այս պահին իսկ պատվիրի այդ զանգերը եւ այդ զանգերի տեղափոխության հարցն էլ խնդիր է, հասցնել այստեղ մի խոսքով բարդությունների հետ կապված խնդիրներ են։ Երբ որ լինի այդ հնարավորությունը, մենք այդ զանգերի հարցը կլուծենք։ Այստեղ օգտվելով առիթից պիտի ասեմ, որ մենք կոչ կանեինք կամ կքաջալերեինք, որպեսզի մեր ժողովուրդը, մեր մեծահարուստները այս ուղղությամբ նույնպես քայլ կատարեն եւ որևէ մեկը թերևս վերցներ այդ հովանավորությունը իր վրա, որևէ մեկը, եթե ոչ բոլոր զանգերը, գոնե մեկ զանգի արժեքը, մեկ զանգի տեղափոխման, պատվիրման եւ տեղափոխման ծախսը հոգար։ Չթողներ միայն այդ եկեղեցու ուսերին, որովհետեւ եկեղեցին այսօր բազմաթիվ կարիքներ ունի եւ այդ կարիքների սահմանում պետք է դիտի իր հնարավորությունները, թե երբ կարող է ուրեմն Սուրբ Հակոբ եկեղեցին զանգերով ապահովել։ Եվ բարոյական էլ չեմ նկատում ես դարձյալ դիմել բարերարին, Սուրբ Հակոբի բարերարին, որ այդքան մեծ նվիրատվություն արեց մեզ, ես բարոյական չեմ նկատում այդ հարցով դիմել իրեն եւ այդ հարցով իր օժանդակությունը հայցել։ Որովհետեւ Գյումրիում նույնպես կան մեծահարուստներ, Գյումրիում եւ Գյումրիից դուրս Ռուսաստանում կան գյումրեցի մեծահարուստներ, որոնք կարող են այդ հարցը հոգալ։ Եվ ես կոչ եմ անում, քաջալերում եմ, խրախուսում եմ, որպեսզի այս հարցով, եթե ուզում են արագանա այդ ընթացքը եւ զանգերը շուտ հասնեն եւ զանգերը մենք շուտ ունենանք, ուրեմն կարող է որևէ մի մեծահարուստ հոգալ այդ ծախսը։ Սա ինչ վերաբերում է Սուրբ Հակոբի զանգերին։ Երկրորդ հարցը բանակի երթման արարողության վերաբերյալ, ինչու չկա այնտեղ հոգևոր բառապաշար, որովհետև դա կրկնօրինակն է, գրեթե նույնությամբ կրկնօրինակն է խորհրդային երթման։ Այնտեղ գրեթե ոչ մի բառ անգամ փոխված չէ, եթե ուշադրություն դարձրել եք, նույն խորհրդային երթման արարողության թարգմանությունն է հայերենի, միայն այնտեղ սովետական միությունը փոխված է Հայաստանի Հանրապետություն։ Հետևաբար այնտեղ քրիստոնեական որևէ նկարագիր չէր կարող լինել։ Ցավում ենք մենք այդ իրողության համար, որ մեր իրավասության սահմաններում չէ, անշուշտ դա բանակը ուղղակի Մայրաթորի հետ հարաբերվելու խնդիր է եւ ամենայն հայոց կաթողիկոսության, մենք ցավում ենք դրա համար, որ շատ բաներ, ոչ միայն երթման արարողությունը, շատ բաներ մեր անցածից, այս 70 տարվա անաստված հասարակությունից ուղղակի իներցիայով անցան մեզ։ Ոչ մեկը ջիկ չարեց, ջանք չթափեց, նույնիսկ չմտածեց այդ մասին, որպեսզի փոխվի եւ դրան հաղորդվի որևէ ձևով քրիստոնեական նկարագիր։ Բայց ձեր դիտողությունը շատ տեղին է, երևի թե պետք է այս հարցը բարձրացվի եկեղեցական իշխանության կողմից, որպեսզի իրոք երթման արարողությունը մի քիչ քրիստոնեական տեսք եւ քրիստոնեական բովանդակություն ունենա։ Իսկ այն ինչ որ ասում եք, թե մեր պետությունը քրիստոնյա պետական կրոնը քրիստոնեություն է, դա զուտ սիմվոլիկ խորհրդանշական է ցավոք։ Այսօր մեր պետությունը քրիստոնյա պետություն չէ։ Այսօր մեր պետությունը անկրոն պետության, այն անկրոն պետության շարունակությունն է։ Ուր եք տեսել դուք քրիստոնյա պետություն։ Քրիստոնյա պետությունն այն է, որ հովանավորում է եկեղեցին, հովանավորում է եկեղեցաշինությունը, ինքը մասնակից է եկեղեցաշինությանը, ինքը մասնակից է կրոնական դաստիարակությանը, ինքը մասնակից է այս ամեն ինչին, ինչ պետական կրոնի մասն է խոսքը։ Պետական կրոն չկա։ Կա միայն եկեղեցուն շահագործելու որոշակի միտումներ հաջող պետական մարդկանց կողմից, երբ որ առիթը կայանում է, եկեղեցին շահագործում են, երբ որ առիթը չի կայանում, եկեղեցու մասին մոռանում են։ Բազմաթիվ դեպքեր կարող ենք ասել, եւ դրա մասին հիմա թերևս ժամանակը եւ պահը չի անդրադառնալ։ Ցավոք մենք կուզենայինք մեր պետությունը տեսնել քրիստոնյա, բայց մեր պետությունը քրիստոնյա չէ։
Շնորհակալություն Սրբազաններ, մենք եւս ունենք մեկ հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Այո։ Աստված օգնական Սրբազան։ Աստված բարը։ Բարև ձեզ։ Ուրեմն հարցը հետևյալն է, կուզեի իմանալ նոր ներքի խորհրդի մասին, ինչպես է կատարվում այն եւ երբ է կատարվում։ Ինչի՞, մերո։ Նոր ներքի։ Տնօրնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տնօրնի արարողությունը 3 կամ 4 նույնիսկ կարելի ասել պարագաներում է տեղի ունեցել եւ տեղի ունենում։ Առաջին երկուսը վերաբերում են տերունական տոների՝ ծնունդ, զատիկ։ Այսինքն ծնունդից հետո 8 օրեկի շրջանին քահանան միշտ այցելել է իր ծխի բնակարանները եւ ծննդյան ավետիսն է տարել եւ տնօրնիկ է կատարել։ Երկրորդը զատկից հետո 40 օրվա ընթացքում քահանան այցելել է այն բնակարանները, որոնք իր ծուխն էին եւ տնօրնիկի արարողություն է կատարել։ Այսինքն օրհնել է այնտեղ հացը, ջուրը, գինին եւ բնակարանը եւ բնակիչներին եւ նաեւ տարել է ուրեմն ծննդյան եւ զատկական ավետիսները։ Երրորդ պարագան այն է, երբ որ նոր բնակարան է շինվել, նոր բնակարան է եղել եւ այնտեղ պիտի որևէ մեկը բնակություն հաստատի, ուրեմն առաջին հերթին քահանային են հրավիրել, որովհետեւ քահանան գա եւ տնօրնիկ կատարի, որովհետեւ այդ բնակարանը Սուրբ Հոգու օրհնության ներքո լինի, Աստվածային օրհնության ներքո լինի։ Եվ չորրորդ դեպքը կա տնօրնիկի, երբ որ ասենք բնակարանում ինչ-որ մի արտարոց երևույթներ են տեղ ունենում, այսինքն ինչ-որ չար ոգիների ազդեցություն կա կամ շարժ կա եւ այդ պարագային հրավիրում են քահանային, որ այսպես ասած տնօրնիկի միջոցով դիվահալածության կարգն է, որ կատարում է եւ բնակարանից տնից քշում է այսպես ասած չար ուժերին։ Դա չորրորդ պարագան է։ Ինչպես է դա կատարվում։ Անշուշտ առաջ քահանային հրավիրելու անհրաժեշտություն չկար, երբ որ ասում եմ առաջ, սա նշանակում է 80 տարի առաջ քահանային հրավիրելու անհրաժեշտություն չկար, որովհետև յուրաքանչյուր քահանա իր ծուխն ուներ, ճանաչում էր իր ծխի անդամներին եւ իր ծխի անդամները ճանաչում էին իրեն։ Եվ քահանան Սուրբ Ծնունդից կամ Սուրբ Զատկից հետո բնականաբար տուն առ տուն այցելում էր եւ տնօրնիկ էր կատարում եւ յուրաքանչյուրի տան օջախից ներս ուրեմն բերում էր Աստուծո օրհնությունը, Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Զատկական ավետիսը։ Այսօր ցավոք քահանաների սակավության պայմաններում, երբ որ մի քահանան սպասարկում է 50,000 բնակչություն, հնարավոր չէ, որովհետեւ քահանան կարողանա ծուխեր այցելել այդ իր սեփական նախաձեռնությամբ։ Դրա համար առայժմ, քանի դեռ բավարար թվով քահանաներ չկան, առայժմ այն սկզբունքն է կիրառվում, որ այն մարդիկ, այն հավատացյալները, որոնք ուզում են, որ իրենց մոտ տնօրնիկ լինի, որ իրենց բնակարանը օրհնվի, մոտենում են իրենց մոդագա եկեղեցուն։ Մոդագա եկեղեցու քահանային դիմում են իրեն, պայմանավորվում են ժամը եւ քահանան այցելում է եւ կատարում է տնօրնիկի արարողությունը, օրհնում է հացը, ջուրը, բնակարանը եւ նաեւ տալիս է նշխարը իր հետ օրհնված եկեղեցուց բերված նշխարը, որը պահվում է տան մեջ որպես առատության խորհրդանիշ, Աստուծո օրհնության խորհրդանիշ, այնպես որ այսօր դրությամբ տնօրնիկի համար անհրաժեշտ է, որպեսզի հավատացյալներ իրենք դիմեն քահանային, պայմանավորվեն քահանայի հետ օրը, ժամը եւ քահանան կգա եւ տնօրնիկի այդ արարողությունը կկատարի։ Եվ մենք քաջալերում ենք նաեւ օգտվելով առիթից, որ մեր ժողովուրդը, մեր հավատացյալները այդ հարցով դիմեն քահանաներին։ Ժամանակին նույնիսկ սովետական տարիներին քահանաները այսպես 50-ական, 60-ական թվականներին մինչև 70-ական թվականներ Գյումրիում դարձյալ իրենց ծուխերը ունեին, եւ որ հայրենադարձները ավելի շատ էին այս քաղաքում, եւ որոնք անպայման ուզում էին, որ իրենց բնակարանները օրհնվեն, եւ յուրաքանչյուրը ուներ իր նախընտրած քահանա հայրը, եւ այդ քահանան անմիջապես Սուրբ Ծնունդից կամ Սուրբ Զատկից հետո այցելում էր եւ տնօրնիկ էր կատարում։ Այսօր էլ եթե հավատացյալը մշտապես ցանկանա եւ ուզենա, որ իր տան մեջ գոնե 2 անգամ տարվա մեջ տնօրնիկ լինի, կդիմի իր ուզած, իր նախընտրած քահանային եւ այդ քահանան իրեն կայցելի։ Սրբազաններ, անդրադառնանք այսօրվա թեմային, խոսեցինք հաղորդություն ստանալու մասին, սակայն չասվեց, թե դրա համար, հաղորդություն ստանալու համար որևիցե պատրաստություն պետք է եւ եթե պետք է, ինչպես է այն կատարվում։ Դրա համար նախ եւ առաջ պետք է լինել մգրտված քրիստոնյա։ Չմգրտվածները իրավունք չունեն
մոտենալու Սուրբ Հաղորդության։ Իրավունք չունեն Սուրբ Հաղորդության մոտենալու նրանք, ովքեր ապաշխարության շրջանի մեջ են, այսինքն որոնց վրա ապաշխարություն է դրված եւ որոնք այդ մեղքը իրենց մեղքը գործած մեղքը քավելու ընթացքի մեջ են եւ չունեն հաղորդության մոտենալու իրավունք ֆիզիկապես անմաքուր անձնավորությունները, որոնք զանազան պատճառներով, ֆիզիոլոգիական պատճառներով անմաքուր են։ Զանազան պատճառներ կային ժամանակին, բայց հիմնականում այսօրվա իմաստով Սուրբ Հաղորդության մոտենալ չեն կարող, ուրեմն այս 3 պարագաների չմգրդվածները բացարձակապես ուրեմն իրավունք չունեն մոտենալու հաղորդության, որովհետև քրիստոնյա չեն։ Իսկ նրանք, ովքեր քրիստոնյա են եւ պետք է մոտենան հաղորդության, անհրաժեշտ է որպեսզի ապաշխարությամբ իրենց մաքրեն, այսինքն խոստովանեն իրենց մեղքերը, քավեն իրենց մեղքերը, զղջան իրենց մեղքերի համար, անդրադարձ ունենան իրենց մեղքերից, քահանայի կողմից արձագում ստանան եւ քահանայի կողմից արձագում ստանալուց հետո մոտենան Սուրբ Հաղորդության։ Ուրեմն դրա համար ժամանակի ընթացքում դարեր շարունակ ուրեմն եկեղեցին նաև այս ապաշխարության մեջ որոշակի կերպով պահեցողության շրջան է մտցրել եւ ասենք Սուրբ Հաղորդության մոտենալուց առաջ նաև ծոմապահության ծոմի սովորություն է մտցրել, որը այսօր Գյումրիում, մանավանդ մեր Գյումրիում շատ շեշտվում է եւ խոշորացույցի տակ է դիտվում եւ դա վերցնելով մոռանում են մնացյալ բոլորը։ Ուրեմն շատ հաճախ մարդկանց զուտ ծոմի պահել կամ չպահելու պարագայով են որոշում Սուրբ Հաղորդության մոտենալու հնարավորությունը կամ անհնարինությունը, որը ճիշտ չէ։ Ծոմապահության նպատակը այն է, որ մարդը իրեն զրկի ֆիզիկապես, որպեսզի հասկանա, թե ինչ է ընտրելու եւ ինչ է ընդունելու հոգեպես։ Եվ նաեւ ֆիզիոլոգիապես այն մոդեցումը կա, որ պետք չէ Սուրբ Հաղորդությունը խառնվի մարմնական սովորական կերակրի հետ։ Հետևաբար դրա համար անհրաժեշտ է, որ մարդը ծոմ պահի եւ ընդունի այդ մաքուր առանց մյուս կերակուրների հետ խառնելու եւ նաեւ ֆիզիկապես իրեն ուրեմն զրկելու գնով զորացնի հոգեվորը։ Ծոմի նպատակը այս է, բայց ծոմը ինքը գերագույն նպատակը չէ։ Գերագույն նպատակը ուրեմն Սուրբ Հաղորդություն ստանալն է։ Շատ հաճախ ծոմ են նաև պարտադրում ֆիզիկապես անառողջ անկար մարդկանց եւ որոնք չեն դիմանում այդ ծոմապահությանը եւ շատ հաճախ նաև ուրիշ խնդիրներ եւ ուրիշ խնդիրներ են ունենում։ Օրինակ քանի անգամ եղել են, որ երբ որ ճրագալույցի պատարակի ժամանակ մի քանի հոգի չի հասցրել Սուրբ Հաղորդության մոտենալ եւ ուշաթափվել է ուղագի սովածությունից։ Սա ինչի համար ենք ասում, որ եկեղեցին չի պարտադրում ծոմապահություն այնպես խիստ կերպով, ինչպես այսօր Գյումրիում շատ հավատացյալներ հասկանում են։ Ծոմապահությունը կարևոր է, բայց ամենաէականը եւ ամենահիմնականը չէ։ Եթե մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ ծոմապահության, ֆիզիկապես ինքը ի վիճակի չէ ծոմ պահելու, պարտավոր չէ ծոմ պահելու, պարտավոր է ապաշխարելու, պարտավոր է իր մեղքերը քավելու, պարտավոր է իր մեղքերի համար խոստովանելու, պարտավոր է դիմացինին ներելու, այսինքն սիրտը եւ հոգին մաքուր մոտենալու Սուրբ Հաղորդությանը։ Միշտեր այս բոլորը թողած հաճախ մեզ մոտ միայն մտածում են եւ հանգարց Սուրբ Հաղորդության մոտեցողներին էլ մի հարց են տալիս. ծոմ պահել ես թե չես պահել։ Փոխարեն այդ հարցի տալու այն հարցը, թե մեղքերդ խոստովանել ես, մեղքերիդ համար քավություն ստացել ես, մեղքերիդ համար զղջացել ես, մեղքերիդ համար դիմացիններիդ ներել ես, այս հարցերը տալու փոխարեն շատ հաճախ ուրեմն մեր հավատացյալները Գյումրիում նամանավանդ, որտեղ պահեցողության եւ ծոմապահության ֆետիշացում գոյություն ունի, ուրեմն այդ հարցն են տալիս, ծոմ պահել ես։ Ծոմ պահելը պետք է այն մարդկանց համար, ովքեր որ ունեն ֆիզիկական կարողությունը եւ ֆիզիկական հնարավորությունը ծոմ պահելու։ Նրանք, ովքեր չունեն ֆիզիկական կարողությունը, նրանց կարելի է թելադրել թեթևագի ինչ-որ թեթև նախաճաշ ստանալ նաեւ Սուրբ Հաղորդությունից առաջ, դա արգելված չէ, երբեք չի արգելվում։ Բայց ամենակարևորը ապաշխարությունն է։ Շնորհակալություն Սրբազան հայր եւ մեր վերջի հեռախոսազանգը։ Ալո։ Ալո։ Այո։ Լսում եք։ Այո։ Բարև։ Ես մի հարց ունեմ Սրբազանին։
Այո, Մեծ դպրոցներում աշխատող ուսուցիչներ որոշ զբաղվում են աղանդավոր շարժման։ Ինչ կարող է ձեռնարկել տվյալ դպրոցի տնօրինությունը։ Հետո երկրորդ հարցը։ Սուրբ Սարգսի տոմերի կապակցությամբ տեղեկություններ, եթե կարելի է։ Հետո էլ խնդրում եմ շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, երկու օր առաջ հաջողեցի մեր եկեղեցին 7 վերքը շատ մաքուր, կարելի ասել պատշաճ ձևով ուղղակի շնորհակալություն եմ հայտնում, որ մեր եկեղեցին մաքուր սպասարկում է իր ծառաներին։ Շնորհակալություն Սրբազան մեզ մնացել է 3-4 րոպե ես խնդրեի։ Ուրեմն անդրադառնամ առաջին հարցին, դպրոցի տնօրինությունը ինչպես կարող է պայքարել աղանդավորության դեմ կամ աղանդավոր ուսուցիչների դեմ։ Կարող է կանխել այդ աղանդավոր ուսուցիչներին, եթե ցանկությունը ունի։ Բայց ցավոք վերջին շրջանի այս վերջին 2-3 շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ դպրոցի տնօրեններ ցանկությունը չունեն այդ անելու։ Ինչի մասն է իմ խոսքը, որի մասին ուզում եմ շատ խստորեն արտահայտվել։ Եթե հիշում եք, դպրոցի տնօրեններին հոգևոր գրականություն բաշխվեց, որովհետեւ յուրաքանչյուր դպրոց իր գրադարանում ունենա այդ հոգևոր գրականությունը։ Եվ ցավի սիրտ կարող եմ ասել, որ այդ հոգևոր գրականությունից արդեն քանի կտոր գիրք դրված են դրսում վաճառքի։ Եվ նույնիսկ մեկն էլ բերել էր եւ առաջնորդարանին էր առաջարկում, ուրեմն միջնորդավորված կերպով առաջնորդարանին է առաջարկել այդ գրքերը գնել։ Եթե դպրոցի տնօրենները, չեմ ասում անշուշտ բոլորի մասին, բայց այն դպրոցի տնօրենները, որոնք այսպիսի վերաբերմունք ունեն հոգևոր դաստիարակության վերաբերյալ, եկեղեցական դաստիարակության վերաբերյալ, քարոզչության վերաբերյալ, աղանդավորությունից երեխաներին հեռու պահելու վերաբերյալ, ինչ կարող է սպասել այդպիսի դպրոցից, այդպիսի դպրոցի տնօրենությունից։ Եվ մենք շատ խստորեն այս առաջիկա օրերին հետևելու ենք եւ յուրաքանչյուր դպրոցում ստուգելու ենք, թե արդյոք այդ հոգևոր գրականությունը մեզանից մեր կողմից բաշխված գրադարանում է, թե ոչ։ Եվ որտեղ եթե գրադարանում չհայտնաբերենք, խստիվ կերպով, հրաբարակային կերպով պախարակելու ենք այդ դպրոցի տնօրենությանը։ Ամենտեղ եւ ամեն պարագայի այդ մասին խոսում են, աղանդավորության դեմ եկեղեցին ինչ է անում, բայց մեր մտավորականությունը, որ առաջին հերթին ուսուցչությունը, տնօրենությունը շատ հաճախ այսպիսի մոդեցում է ցուցաբերում աղանդավորությանը կամ հայ եկեղեցու նկատմամբ այսպիսի վերաբերմունք է դրսևորում։ Սա անթույլատրելի է, ուղղակի անթույլատրելի է։ Մեզ համար դա խայտարակություն է, որ դպրոցի տնօրենությունը կարող է իր համար նվեր ստացած հոգևոր գրականությունը դնել վաճառքի։ Սա խայտարակություն է։ Երկրորդ հարցը։ Ներողություն Սրբազան, քան որ մեր ժամանակը սպառվում է եւ թող մեզների մեր սիրելի հեռուստադիտողը Սուրբ Սարգսի տոնի մասին մենք կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում եւ այդ թույլ տվեք այսքանով ավարտվել մեր այսօրվա հաղորդումը կհանդիպենք 2 շաբաթ անց բարի գիշեր ձեզ Աստված օգնի Աստված բարի